զարգացման տեսակ։ Նիկոլ Փաշինյանը շատ է տպավորված Էստոնիայի պետական կառավարման համակարգով։ Ասում է, այդ երկրում իրականացվող ծրագրերը պլանավորվում են 6 ամսից 1 տարի առաջ, իսկ Հայաստանում Փաշինյանի խոսքով որոշումները կառավարություն են բերվում 2 շաբաթ առաջ։ Մենք ուզում ենք այսօր պլանավորենք 6 ամսվա պլան, այսօր ընդունում ենք, որ 6 ամսից պետքա իրականացնենք եւ տանում ենք կառավարությանը համանքին ասում ենք դե շուտ արեք 3 օրում 4 օրում տեն չի լինելու, ընթացակարգ կա։ Այսինքն, որպեսզի մենք ժամանակին անենք, դա պետքա պլանավորվի ոչ թե մի շաբաթ առաջ, այլ պետքա պլանավորվի 2 տարի առաջ։ Փաշինյանն այս կառավարության նիստում էլ դժգոհություն հայտնեց գործադիրի աշխատանքից։ Նրան դուր չի գալիս կառավարության անդամների նախագծերի, ծրագրերի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների տեմպը։ Փաշինյանին ավելի շատ նյարդայնացնում են կառավարության անդամների այս կամ այն որոշումը հետաձգելու առաջարկները։ Եթե հետաձգելու աշխարհի առաջնությունը լինի, մեր կառավարությունը կբռնի առաջին տեղը բացարձակ համաշխարհային ռեկորդով, ասենք, ինչքան մեդալ կա կհավաքենք։ Հետաձգենք, երևի հետաձգենք, ճիշտ է հետաձգելն է, երևի հետաձգենք, թողենք բանը ու գալիս է ցիկլը, տոները անցնեն, մայիսը անցնի, ամառը անցնի, սփխեչը անցնի, զատիկը անցնի, Սուրբ Ծնունդը անցնի, Նոր տարին անցնի, պրոբլեմն է նա, որ եւ սփխեչը եւ զատիկը եւ նույնիսկ Նոր տարին ամեն տարի կա։ Հարգելի գործընկերներ, ես ասում եմ, չի հետաձգվելու ոչ մի բան, չի հետաձգվելու։ Բացարձակապես, այս պահին ինչ ուժի մեջ է ոչ մի բան, այլևս ոչ մի հետաձգում։ Որ նախարար եկավ ասեց հետաձգենք, ավելի լավ է հրաժարականի դիմում գրի։ Ասում եմ ամենայն լրջությամբ։ Փաշինյանը հայտնեց, թե շարունակում են լավարկել համընդհանուր հայտարարման հետ կապված գործընթացները։ Արդեն 37,737 քաղաքացի լրացրել է համընդհանուր հայտարարագիրը։ Նրանցից 17,000-ը պետք է ստանա սոցիալական կրեդիտ, իսկ 16,271-ն արդեն պետական բյուջեից ստացել է 1 միլիարդ 482 միլիոն դրամի հասնող սոցիալական կրեդիտ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։